Մերժում է դատարանը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանի միջնորդությունը։ Փաստաբան Կարեն Մեժլումյանի հիմնավորմամբ դատարանն անտեսել է փաստը, որ Սեյրան Օհանյանը պատգամավորական անձեռմխելիություն ունի և սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով արդարացումից 3.5 տարի անց է վերաբացվել այս գործը, ու նրան նորից մեղադրանք է առաջադրվել առանց պատգամավորական անձեռմխելիությունը հաղթահարելու։ Նույնիսկ միջնորդության մեջ նախկին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և գլխավոր շտաբի պետ պաշտոնը ճիշտ չեն նշել, նույնիսկ չեն նշել, որ ասենք հանդիսանում ենք պատգամավոր։ Ասենք ինչ պաշտոնական լիազորությունների, ասենք անցնելու մասին խոսք կարող է այստեղ լինել։ Մեղադրողի պնդմամբ անգամ այն ժամանակ, երբ հակասահմանադրական է ճանաչվել քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել Օհանյանին, նա շարունակել է ունենալ մեղադրյալի կարգավիճակ։ Պարոն Օհանյանի պարագայում նրա կարգավիճակը պատգամավորի և անձեռնմխելիությունը ձեռք է բերվել ավելի ուշ կամ նրա նկատմամբ հարուցված եղել հանրային քրեական հետապնդումը։ Նույն հոդվածով մեղադրյալի աթոռին հայտնված Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հակադարձում է։ Ինքը և Սեյրան Օհանյանը ազգային ժողովի պատգամավորական մանդատ ստանալու պահին արդարացված են եղել։ 2021 թվականի ապրիլից Արմեն Գևորգյանը և մնացած 3 մեղադրյալները ներգրավված գործողության ժամանակ այդ հոդվածով արդարացված են եղել։ Եվ այն պահին, երբ որ մենք ընտրվել ենք պարոն Օհանյանի հետ, այդ պահին մենք արդարացված ենք։ Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, հիմքով, որ այս գործի շարունակությունը կհակասի քրեական օրենսգրքի մի շարք կետերի, այդ թվում պաշտոնաթող նախագահի անձեռմխելիությանը։ Մարտի 20-ին է քննվելու միջնորդությունը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։